Ազատության հրապարակում տասնյակ քաղաքացիներ այսօր նախաձեռնել էին մոմավառություն ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի անդամների։ Միջոցառման կազմակերպիչները կոչ էին անում որպես համերաշխության նշան մոմավառություն իրականացնել նաև Հայաստանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Սփյուռքի հայ օջախներում։ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից իրականացված սպանդը որևէ բացատրություն չունի, նշում էին մասնակիցները։ Հայի հոգում, հայի սրտում վերջնականապես կարծում եմ խարխլվեց այն գաղափարը, որ ռուսական զորքը կամ ռուսական պետությունը մեր դաշնակիցն է, որովհետև ես այլևս չեմ տեսնում երաշխիքներ, քանի որ մեր իշխանությունները ի վիճակի չեն, ապա ժողովուրդը համայնայությունը պետք է ոտքի կանգնի եւ թույլ չտա, որ հայը վերանա աշխարհի երեսից։ Մոմավառությանը հաջորդեց երթ դեպի Բաղրամյան 26։ Հավաքվածները պահանջում էին, որպեսզի իշխանությունները մինչև Ավետիսյանների հուղարկավորությունը հայտարարեն սգի օր եւ ընտանիքի անդամների սպանության մեղավորին հանձնեն հայկական կողմին, որպեսզի այստեղ իրականացվի նրա դատավարությունը։ Գլխավոր դատախազությունը ըստ էության Ռուսաստանի սահմանադրությունը պաշտպանողի դերն է վերցրել իր վրա, դա ուղղակի անընդունելի է։ Երբեք որևիցե մեկը գլխավոր դատախազությանը ֆունկցիա չի տվել Ռուսաստանի Դաշնության սահմանադրություն կարդալ։ Ավելի լավ է թող գլխավոր դատախազությունը կարդա 97 թվականին կնքված պայմանագիրը, ավելի լավ է թող գլխավոր դատախազությունը պարզի, թե ինչու անձին, ով փորձել է հայ-թուրքական պետական սահմանը հատել, ուրեմն բռնելու հետ միասին ամենչապես չեն կանչել ազգային անվտանգության մարմիններ, ինչպես ենթադրվում է նույն այդ պայմանագրով եւ չեն հանձնել ազգային անվտանգության մարմիններին։ Փոխանակ ինքը կարողանար պաշտպանել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը, ինքը փորձում էր մեկնաբանել, թե ինչու պետք է կասկածյալը չհանձնվի։ Այս վանկարկումներից հետո Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջեցին, որպեսզի Սերժ Սարգսյանի աշխատակազմից ներկայացուցիչներ դուրս գան եւ հանդիպեն իրենց հետ։ Պահանջը չկատարվեց, փոխարենը ոստիկանների ուղեկցությամբ երթի կազմակերպիչներից 2 հոգի գնացին Բաղրամյան 26։ Նրանք մեզ պատասխանեցին, որ դեռևս որոշում չեն կայացրել, կներկայացնեն մեր պահանջները իրենց ղեկավարությունը որոշում կկայացնի կամ հնարավոր է կարող նաև չիրականացնի, մեզ մինչև վաղը ժամը 9:30 առավոտյան կպատասխանեն։ Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ կսպասեն մինչև Բաղրամյան 26-ից կարձագանքեն իրենց պահանջներին, իսկ մինչ այդ դարձաշարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ մարդկանց հոսքը չէր դադարում։ Քաղաքացիները մոմեր էին վառում, ծաղիկներ ու խաղալիքներ դնում աստիճաններին, հարգանքի տուրք մատուցելով Ավետիսյանների ընտանիքին։